Սինգապուրը հաճախ ներկայացնում են որպես հրաշք, փոքր կղզի, որն ընդամենը մի քանի տասնամյակում վերածվեց աշխարհի ամենակարգապահ ու ամենահարուստ կենտրոններից մեկի։ Բայց իրական պատմությունը սկսվում է ոչ թե երկնաքերերից, այլ մի հարցից, որը սովորաբար շրջանցում են. ինչ գնով է կառուցվել այն։ Այս թողարկման ընթացքում մենք չենք սահմանափակվի հաջողության պատմություն պատմելով։ Մենք կփորձենք հասկանալ մեխանիզմը, ինչպես գաղութային, բազմազգ ու պայթյունավտանգ մի նավահանգիստ դարձավ պետություն, որտեղ օրենքն ավելի ուժեղ է, քան քաոսը, իսկ պետությունը ավելի արագ, քան խնդիրները։ Ու երբ ասում ենք արագ, դա բառացի է։ Այստեղ որոշումները ընդունվում էին այնպես, ինչպես ռազմի դաշտում։ Այս պատմության կենտրոնում կանգնած է մի մարդ՝ Լի Կուան Յուն, իրավաբան, քաղաքական գործիչ եւ միաժամանակ մարդ, ով հավատում էր, որ փոքր երկիրը չի կարող սխալներ թույլ տալ։ Նա ստեղծեց համակարգ, որի մի կողմում անվտանգությունն ու կանխատեսելի կյանքն էր, իսկ մյուս կողմում վերահսկողությունն ու խիստ կարգապահությունը։ Մենք կսկսենք այն Սինգապուրից, որը տուրիստական բլոգերում ցույց չեն տալիս։ Աղքատ, ճահճոտ գյուղաքաղաք, էթնիկական լարվածությամբ, պատերազմով ու օկուպացիայով։ Դուք Զուտ Story YouTube-յան ալիքում եք։ Չմոռանաք սեղմել լայք։ Դա մեզ ցույց կտա, որ նման պատմությունները ձեզ հետաքրքիր են։ Ավելի լավ պատկերացնելու համար եկեք հասկանանք, թե ինչ պայմաններում է ստեղծվել եւ հետագայում գոյատևել Սինգապուրը։ Ոչ թե այն Սինգապուրը, որը դուք կարող եք այսօր տեսնել եւ այցելել, այլ մեկ ուրիշ Սինգապուր, որը նույնիսկ հերական նման չէր քաղաքի։ Այն գտնվում է ժամանակակից Մալայզիայի կազմի մեջ եւ հանդես չէր գալիս որպես առանձին երկրամաս։ Դա նման էր օվկիանոսի ափին հսկայական մի գյուղաքաղաքի, որտեղ շատ սուղ պայմաններում ապրում էին միլիոնավոր մարդիկ։ Բնակչությունը կազմված էր հիմնականում հնդիկներից, չինացիներից եւ բնիկ ժողովրդից, մալայացիներից։ Սոցիալական այսպիսի խառնուրդը բազում ներքին էթնիկական կոնֆլիկտների պատճառ էր դառնում։ Բնակչությունը պայքարի մեջ էր նաև բնության հետ, քանի որ ջունգլիները լի էին տարատեսակ գազաններով եւ հիվանդություններով։ Չկարծեք, թե միայն Սինգապուրն էր գտնվում այսպիսի պայմաններում։ Իրավիճակը գրեթե նույնն էր ողջ հարավ-արևելյան Ասիայում։ Տարածաշրջանը բաժանված էր տարատեսակ դքսությունների ու սուլթանությունների, իսկ դրանք էլ իրենց հերթին ենթարկվում էին եվրոպական երկրներին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հատկապես 1800-ական թվականներին Եվրոպան վարում էր ակտիվ գաղութատիրական քաղաքականություն։ Ֆրանսիայի, Նիդերլանդների եւ հատկապես Մեծ Բրիտանիայի ձեռքը այդտեղ էր հասել։ Բայց եկեք հասկանանք, թե ինչ էր Եվրոպան այդտեղ կորցրել։ Պատասխանն ավելի քան պարզ է։ Ասիական հենց այս հատվածով էին անցնում միջազգային առևտրի բոլոր ուղիները։ Այն կարելի ասել առևտրական խաչմերուկ էր, որտեղ նույնիսկ մեկ նավահանգիստը կարող էր ապահովել խոշոր եկամուտներ։ Այստեղի գաղութների զգալի հատվածը պատկանում էր Նիդերլանդներին։ Նրանց էր պատկանում ինդոնեզիական համեմունքների ամբողջ հոսքը, որը նրանց մեծ եկամուտ էր բերում։ Սակայն նապոլեոնական հարձակումները հետզհետե թուլացնում են Նիդերլանդների դիրքը թե պետության ներսում, թե պետությունից դուրս։ Այդ ժամանակ Մեծ Բրիտանիան բաց չի թողնում հարմար առիթը եւ զավթում է հարավ-արևելյան Ասիայի զգալի մասը։ Մեծ Բրիտանիային այս տարածքները հարկավոր էին բոլորովին այլ նպատակով։ Դա ափիոնն էր, կամ ինչպես շատերը եք լսել, օպիումը։ Բրիտանիայի եւ Չինաստանի միջև տեղի ունեցած ափիոնային պատերազմը առանձին եւ ծավալուն թեմա է։ Որպեսզի չշեղեմ ձեր ուշադրությունը բուն թեմայից, առաջարկում եմ դրան անդրադառնալ մեկ այլ թողարկման ժամանակ։ Մեզ միայն պետք է իմանալ, որ Բրիտանիային հարկավոր էր նավահանգիստ օպիումային առևտրի համար։ Այն պետք է օգներ տեղափոխել ապրանքը Հնդկաստանից Չինաստան, եւ տարանցիկ ամենահարմար կետը Սինգապուրն էր։ Բոլոր հիմնական պահուստները մոտիկ էին եւ այնտեղից հարմար էր վերահսկել առևտուրը եւ նեղուցները։ Այսպիսով 1819 թվականին բրիտանացիները ժամանում են Մալայան թերակղզի, սակայն տեղի բնակչությունը այդքան էլ ուրախ չէր նրանց գալստով։ Նրանք արդեն ունեին իշխանության հետ կապված իրենց խնդիրները։ Սինգապուրում էր ապաստանում մալայական գահին հավակնող տեխնացուներից մեկը՝ Սուլթան Հուսեյն Շահը։ Նա կրտսեր եղբորը հետ պայքարի մեջ էր Մալայզիայի գահի համար։ Այդ պայքարը անմիջականորեն ազդում էր տարածաշրջանի վրա։ Բրիտանացիները արագ կողմնորոշվում են իրավիճակում եւ առաջարկում են Հուսեյն Շահին վաճառել Սինգապուրի տարածքը, փոխարենը խոսանալով ճանաչել իրեն Մալայզիայի սուլթան։ Առաջարկը շահավետ է թվում ապագա սուլթանին, եւ իրոք, ինչու պայքարել մի տարածաշրջանի համար, որը նույնիսկ խմելու ջուր չունի։ Պետք չէ մոռանալ, Սինգապուրը այդ պահին դեռ հասարակ գյուղաքաղաք էր, որ ապագայի հեռանկար չուներ։ Սուլթանը համաձայնում է վաճառել այն, եւ այսպիսով Սինգապուրը լիովին անցնում է Մեծ Բրիտանիայի ձեռքը։ Շուտով կառուցվում է նավահանգիստ,
Դրանից հետո մոտ կես դար Սինգապուրը արագ զարգանում է, օգտվելով Հնդկաստանից Չինաստան տանող ճանապարհին իր խաղաղ հանգրվանի կարգավիճակից։ 1870-ականներին Չինաստանը արդեն պարտվել էր բոլոր ափիոնային պատերազմներում։ Դրանից հետո այդ թունավոր բույսը երկիր էին մտցնում արդեն արդյունաբերական քանակներով։ Սինգապուրը այս process-ում դառնում է կարևոր նավահանգիստ, որտեղ կարելի էր առևտուր անել առանց մաքսատուրքերի։ Դա պարզապես քաղաք չէր, այլ ուղղակի դրախտ բոլոր առևտրականների համար։ Բայց սովորական բնակիչների համար ամեն ինչ այդքան էլ վառ չէր։ Կղզում տեղացիներին արգելվում էր արտադրություններ բացել, որպեսզի ոչ մի ապրանք չկարողանան մրցել բրիտանականի հետ։ Ընդհանուր առմամբ կղզում գնալով աճում էր հակագաղութային եւ ազգային ազատագրական մտածելակերպը։ Երիտասարդությունը սկսեց լուռ ատել բրիտանական ռեժիմը, այդ թվում մեր գլխավոր հերոսը՝ Լի Կուան Յուն։ Լի Կուան Յուն ծնվել է 1923 թվականին։ Նրա ծնողները չինացի էմիգրանտներ էին, որոնք Սինգապուր էին եկել աշխատելու նպատակով։ Այդ պահին Սինգապուրում շատ չինացիներ կային եւ պետք է հասկանալ, թե ինչով էին նրանք այնտեղ զբաղված։ Չինացիների խմբերից մեկը դա կոլիներն էին։ Դրանք աշխատանքի գործուղված ցածր վարձատրությամբ չինացի բանվորներ էին, որոնք իրականացնում էին ծանր, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքներ՝ երկաթուղիներում, հանքերում, պլանտացիաներում եւ այլն։ Նրանք հաճախ ենթարկվում էին խտրականության, շահագործման եւ ռասայական ատելության։ Հնարավոր է, որ սա ձեր շատ դաժան թվա, սակայն իրականում ոմանց համար նման կյանքը ուղղակի փրկություն էր։ Չինացիները ափիոնային պատերազմներում պարտությունից հետո ուղղակի այլ ընտրանք չունեին։ Մինչ կոլիների հայտնվելը Սինգապուրում արդեն ապրում էր չինացիների մեկ այլ խումբ, որը կոչվում էր հակկաներ։ Հակկա չինարենից թարգմանվում է որպես եկվոր մարդիկ։ Դրանք հյուսիսային չինացիներն էին, որոնք ժամանակին տեղափոխվել էին դեպի Չինաստանի հարավ, սակայն հարավում եկվորներին ընդհանրապես ուրախ չէին։ Ատելությունն այնքան շատ էր նրանց հանդեպ, որ հակկաները ստիպված էին իրենց գյուղերը դարձնել փոքրիկ ամրոցներ։ Նրանց ամբողջ կյանքը անցնում էր այդ պատերի ներսում։ Փաստն այն է, որ այդ տարիներին որևէ միասնական չինական ազգ գոյություն չուներ։ Էթնիկ խմբերի միջև տարբերությունները այնքան հսկայական էին, որ 19-րդ դարի կեսերին Չինաստանում սկսվում է քաղաքացիական պատերազմ։ Հակկանները պարտվում են, զոհվում է ավելի քան 1 միլիոն մարդ։ Այդ թշնամությունն ու ատելությունը ստիպում են նրանց զանգվածաբար վերաբնակվել ողջ Հարավային Ասիայում եւ հատկապես Սինգապուրում, սակայն նրանք չէին պատրաստվում կորցնել իրենց ազգային ինքնությունը։ Հարավային Չինաստանի հետ իրենց կապերի շնորհիվ նրանք շատ արագ դարձան հիանալի վաճառականներ։ Հետագայում եվրոպացիները հակկաններին անվանեն չինացի հրեաներ։ Լի Կուան Յուն հարուստ հակկա ընտանիքից էր, եւ բրիտանացիները սկսեցին կառուցել Սինգապուրը, նրա տոհմի անդամներն առաջին չինացիներից էին այնտեղ։ Բնականաբար նրանք անմիջապես սկսել էին զբաղվել առևտրով ու բիզնեսով։ Պետք է նշել, որ բրիտանական մշակույթը մեծ դեր ուներ ընտանիքի կյանքում։ Չնայած նրան, որ Լիի ծնողները հակկա չինացիներ էին, ընտանիքում ոչ ոք չինարեն չէր խոսում։ Ընտանիքի ներսում օգտագործվում էր բացառապես անգլերեն լեզուն։ Լին հրաժարվում է գնալ չինական դպրոց, որի պատճառով նրան տեղափոխում են անգլախոսների դպրոց։ Նա ընդհանրապես նման չէր իր չինացի ընկերներին եւ նույնիսկ նրա մտածողությունն էր բրիտանացու պես։ Ասեմ ավելին, Լիին ծննդյան պահին կոչել էին Հարի Լի։ Այդ անունը նա հետագայում կփոխի Լի Կուան Յուի։ 1920-ականներին կղզու ժողովրդագրությունը մոտավորապես այս տեսքն ուներ։ Մոտ 70% դա չինացիներ էին, 5% հնդիկներ ու եվրոպացիներ եւ մոտ 25% մալայացիներ։ Մալայացիները գիտակցում էին, որ Սինգապուրը իրենց հողն է, իսկ բոլոր մնացածը եկվորներ։ Սակայն նրանց մեծ մասը հասարակ գյուղացիներ էին։ Ոմանք կարողացան աճել, ոմանց բախտը բերել էր ծնվել ազնվական ընտանիքում, բայց սոցիալական վերելքներ գրեթե չկային։ Եթե նայենք չինացիներին, ապա նրանց մեծ մասը քաղաքաբնակ էր եւ կրթված։ Գրել ու կարդալ կարողանալը այն տարիներին հպարտության առիթ էր։ Բրիտանական վարչակազմը կախված էր հենց չինական բիզնեսից եւ ընդհանրապես չինացիներից։ Մալայացիները չէին կարողանում հաշտվել իրավիճակի հետ։ Նրանք կարծում էին, որ Սինգապուրը եւ մնացած մալայան հողերը պետք է լինեն միասնական եւ ինքնուրույն։ 1939 թվականին Լին ցանկություն է հայտնում մեկնել ուսումը շարունակելու Մեծ Բրիտանիա։ Նա դպրոցն ավարտել էր փայլուն գնահատականներով, ընտանիքն էլ ունակ էր հոգալ բոլոր ծախսերը, սակայն սեպտեմբերի 1-ին սկսվում է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ճապոնիան գնում է հարձակման։ Սինգապուրը սկսում է ռմբակոծվել։
Զենք է բաժանվում բոլոր բնակիչներին որոշակի դիմադրություն ցուցաբերելու համար, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Ճապոնացիները շատ արագ գրավում են թերակղզին եւ 80,000 բրիտանացի զինվորների գերի վերցնում։ Հաշված օրերի ընթացքում Սինգապուրի տարածքը լիովին անցնում է ճապոնացիների վերահսկողության տակ։ Տարածաշրջանը անվանափոխվում է Սյոննանի։ Ճապոնական իշխանությունները մալայացիներին հայտարարեցին մերձավոր ցեղակից, ընդգծելով, որ եկել են ազատագրելու Ասիան եվրոպական գաղութային տիրապետությունից։ Նրանք վարպետորեն խաղում էին էթնիկ հակասությունների վրա։ Նրանց, ովքեր սանդղակի վերևում էին, նվաստացնում էին, իսկ նրանց, ովքեր ներքևում էին, բարձրացնում ստեղծելով արդարության զգացողություն։ Չինական բնակչությանը սպասվում էր լիովին այլ ճակատագիր։ Հակաճապոնական տրամադրությունները չինացիներին դարձրել էին թշնամիներ։ Սինգապուրում ճապոնացիները սկսեցին լայնածավալ գործողություն, ըստ որի յուրաքանչյուր էթնիկ չինացի ավտոմատ համարվում էր անվստահելի տարր։ Ցանկացած անհնազանդություն պատժվում էր ակնթարթային գնդակահարությամբ։ Լի Կուան Յուն այս ամենը տեսնում էր սեփական աչքերով։ Կայսերական գվարդիան յուրաքանչյուր կամրջի վրա վերահսկող կետեր էր տեղադրել։ Զինվորներն ամենուր էին, նրանք մտնում էին տեղացիների տները։ 18-ից 50 տարեկան բոլոր էթնիկ չինացի տղամարդկանց ուղարկում էին հատուկ ստուգման կետեր։ Այդ կետերից մեկում հայտնվեց նաև Լին։ Այնտեղ նրան հրամայում են նստել բեռնատարը, որը պետք է տեղափոխեր չինացիներին իբր որոշակի աշխատանքներ իրականացնելու հանուն ճապոնական կայսրության։ Սակայն վերջին պահին Լի Կուանը հրաժարվում է նստել բեռնատարը։ Մեքենան հեռանում է, իսկ բոլոր նրանց, ովքեր գտնվում էին այդ բեռնատարի մեջ, ավելի ուշ գտնում են մեկ եղբայրական գերեզմանում թաղված։ Բայց մի րոպե, այստեղ կարծես թե հակասություն կա։ Սկզբում նշեցի, որ ցանկացած անհնազանդություն պատժվում էր գնդակահարությամբ, իսկ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր հերոսը ուղղակիորեն հրաժարվում նստել բեռնատարը եւ ողջ մնում։ Ձեզ մոտ կարող է հարց առաջանալ. ինչպես։ Նրան այդ հարցում օգնում են ընտանեկան ծանոթությունները։ Լիի մայրը ընկերություն էր անում տարածաշրջանը հսկող ճապոնացի մեծահարուստների հետ։ Բայց սա դեռ ամենը չէր։ Կարելի ասել, որ Լին նույնպես համագործակցում էր ճապոնական իշխանության հետ։ Նա շատ արագ սովորում է ճապոներեն, իսկ անգլերենի կատարյալ իմացությունը օգնում է նրան Ճապոնիայի պետական ԶԼՄ-ի աշխատակից դառնալ։ Սակայն կա մի վարկած, ըստ որի Լի Կուան Յուն ամենևին էլ ԶԼՄ-ի աշխատակից չէր, այլ լրտես, որը համագործակցում էր ճապոնական հետախուզության հետ։ Իսկ ինչ եք կարծում, նա կնստեր այդ բեռնատարը։ Հարցը ռետորական է։ 1945 թվականի սկզբին ակնհայտ է դառնում, որ Ճապոնիան հաղթելու հնարավորություն չունի։ Լին ստիպված է լինում փախուստի դիմել։ Ապաստանում է կնոջ բարեկամների տներում եւ որոշ ժամանակով անցնում է ընդհատակ։ Իսկ դուք ինչպես կվարվեիք նրա փոխարեն։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը։ Եվ ահա 1945 թվականին բրիտանացիները նորից վերադառնում են Սինգապուր, սակայն այս անգամ նույնպես ոչ ոք ուրախ չէր։ Մալայացիները բրիտանացիների վերադարձը ընդունեցին որպես վերադարձ հին կարգերին։ Տեղաբնիկ չինացիներն էլ այդ տարիների ընթացքում հասկացել էին մեկ բան, որ չի կարելի վստահել օտարներին։ Նրանց համար խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ կար, եւ դա անկախությունն էր։ Երկար պայքարից հետո մալայացիները եւ չինացիները համակարծիք էին։ Պատերազմի ավարտից հետո Լի Կուան Յուն վերջապես կարողանում է մեկնել Մեծ Բրիտանիա։ Նրա ուղին սկսվում է Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում, որտեղ սովորում է 1 տարի։ Այնուհետև տեղափոխվում է Քեմբրիջ, որը Լիի համար շրջադարձային կետ էր։ Այստեղ նա հանդիպում է մարդկանց, ովքեր հետագայում կդառնային իր ապագա քաղաքական շարժման հենասյունը։ Մինչ Լին իր հայրենիքում չէր, Մալայյան թերակղզում բռնկվել էր զինված հակամարտություն։ Կոմունիստ պարտիզանական միավորումները, որոնց մեջ կային թե մալայացիներ, թե չինացիներ, սկսեցին պայքար բրիտանական իշխանության դեմ։ Այդ պայքարը գլխավորում էր Լիմ Չին-սյոնգը։ Նա երիտասարդ կոմունիստ չինացի էր, ով տեսնում էր, թե ինչպես է իր հայրենի Սինգապուրը բառի բուն իմաստով խորտակվում կոռուպցիայի մեջ։ Նա, ինչպես եւ բոլորը, չէր հավատում եւ վստահում իշխանությանը։ Դա է պատճառ հանդիսանում մտնելու հակաբրիտանական պայքարի մեջ։ Աշխարհի մյուս ծայրում Լի Կուան Յուններով հիանալի հասկանում էր, որ Լոնդոնը երբեք ինքնակամ չի փոխանցի իշխանությունը կոմունիստներին, քանի որ շրջանի ռազմավարական նշանակությունը չափազանց մեծ էր։ Նա համոզված էր, որ հենց Սինգապուրի երիտասարդությունը, որը սովորում է Բրիտանիայում, հնարավորություն կստանա ղեկավարելու կղզին։ Բրիտանական վարչակազմը ստիպված կլինի իշխանությունը փոխանցել նրանց, ում վստահում է, քանի որ այլևս չի կարողանա ամեն ինչ պահել անմիջական վերահսկողության տակ։ Լին սկսում է ակտիվորեն հարաբերություններ կառուցել բրիտանական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ։
Նա հեշտությամբ մտնում է նրանց շրջանակները։ Անգլիական վարքի կանոնները, շփման ձևը եւ մտածողությունը նրան մոտ էին, ու նա իրեն այնտեղ լիովին հարազատ էր զգում։ Ի վերջո, Լի Կուան Յուն Բրիտանիայից վերադառնում է Սինգապուր։ Այստեղ նա ծանոթանում է կոմունիստ Լիմ Չին Սյոնգի հետ։ Նրանք տարբեր էին ամեն հարցում՝ ծագումը, աշխարհայացքը, սոցիալական կարգավիճակը, բայց իշխանության գալու ցանկությունը օգնեց նրանց միավորել ուժերը։ Մի քանի տարի անց 1954 թվականին Լի Կուան Յուն իր Քեմբրիջյան ընկերների եւ Լիմ Չին Սյոնգի հետ միասին հիմնեց ժողովրդական շարժում կուսակցությունը։ Այն մինչ օրս գտնվում է Սինգապուրի իշխանության ղեկին։ Լին դարձավ կուսակցության առաջնորդը, իսկ Լիմը նրա գլխավոր քարտուղարը։ Դաշինքը փխրուն էր առաջին իսկ օրվանից։ Լիբերալներ եւ կոմունիստ ռադիկալներ, աչականներ ու ձախականներ, մալայացիներ ու չինացիներ բոլորը մեկ կառույցում։ Լին հստակ գիտեր, որ նման խառնուրդը երկար չի գոյատևի։ Վերջում պետք է մնար միայն մեկը։ Կուսակցությունը գործում էր բացառապես օրինական մեթոդներով։ Նույնիսկ ստեղծվեցին արհմիություններ բնակիչներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Կուսակցությունը գիտակցում էր, որ ցանկացած հեղափոխական քայլ անմիջապես կտանի բանտ։ Բայց ժամանակի ընթացքում կուսակցությունն ավելի ու ավելի էր շեղվում ձախ ուղղությամբ։ Լիմի ազդեցությունը մեծանում էր։ Լին տեսնում էր, որ կորցնում է վերահսկողությունը եւ հարկավոր է փրկել իրավիճակը։ Հենց այդ ժամանակ է նա հրաժարվում իր անգլիական անունից՝ Հարիից, եւ պաշտոնապես ընդունում է այն անունը, որով հայտնի դարձավ ամբողջ աշխարհին՝ Լի Կուան Յու։ Նա հսկայական ռեսուրսներ ուղղեց կուսակցության ներսում ուժերի բալանսը փոխելու համար։ Երբեմն նույնիսկ հարկ չէր լինում միջամտել, քանի որ հակառակորդները չափից շատ էին սխալներ թույլ տալիս։ 1955 թվականին Սինգապուրում զանգվածային գործադուլ բռնկվեց։ Դրանք կազմակերպվել էին ԺՇԿ-ի ձախ ներկայացուցիչների կողմից։ Կղզու իշխանությունները պահանջում են հեռացնել բոլոր ռադիկալներին, հակառակ դեպքում կուսակցությունը կլուծարվի։ Կուսակցությունը ենթարկվում է։ Ձախերին հեռացնում են ղեկավարությունից, թեկուզ եւ պաշտոնապես չեն վտարում։ Այդքանով խնդիրները չավարտվեցին։ Հաջորդեցին ցույցեր, որի ռադիկալ առաջնորդները կոչ էին անում ժողովրդին ուղղել իրենց զայրույթը բրիտանացիների դեմ։ Դա ավարտվեց աղետով։ Ապստամբության փորձը ձախողվեց։ Զոհվեց 13 մարդ։ Հաջորդ հարվածը վճռորոշ եղավ։ Մեկ տարի անց կոմունիստական թևը փորձեց վերցնել կուսակցության վերահսկողությունը։ Լին տեղեկանում է դրա մասին եւ գործում է շատ հասարակ։ Նա ուղղակի տեղեկացնում է իշխանություններին, որի արդյունքում 5 ձախ առաջնորդներ ձերբակալվում են։ Այսպիսով ԺՇԿ-ն մաքրվում է այլացին գաղափարախոսություններից։ Մի քանի տարի անց Լին վստահ հաղթում է ընտրություններում եւ դառնում Սինգապուրի առաջին վարչապետը։ Բայց այստեղ նա անսպասելիորեն մեղմ է գտնվում։ Նա ազատ է արձակում բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում Լիմ Չին Սյոնգին։ Ասեմ ավելին, Լին նրան առաջարկում է պետական աշխատանք։ Պաշտոնը ցածր էր, բայց խորհրդանշական։ Լի Կուան Յուն միշտ կտրուկ էր վերաբերվում մրցակցությանը, բայց միաժամանակ շատ սառն էր գնահատում իր հնարավորությունները։ Նա հմտորեն օգտագործեց իր բրիտանական կրթությունը, կարողացավ մի տանիքի տակ համախմբել ամենատարբեր ուժերին եւ բանակցություններ վարել իշխանության հետ։ By Asian standards, Malaysia is a small nation. But let no one doubt the will, cohesion, endurance, and the discipline of a people. And let no one misjudge the resolve of her leaders. 1963 թվականին Մալայան Ֆեդերացիան, Սինգապուր եւ այլ բրիտանական գաղութները Կալիմանտան կղզու հյուսիսում ձևավորում են Մալազիան։ Սինգապուրը պետք է դառնար նոր մեծ ու միասնական երկրի նավահանգիստ, բայց դա Լի Կուան Յուին չէր բավարարում։ Նա չէր ցանկանում լինել պարզապես մի մարզի կառավարիչ։ Նրան անհրաժեշտ էր բացարձակ իշխանություն։ Որպես չինացի քաղաքական գործիչ, Լի Կուան Յուն տեսականորեն կարող էր ստանալ հսկայական աջակցություն միասնական Մալազիայում։ Խորհրդարանում ելույթ ունենալիս նա երբեմն ցուցադրաբար խոսում էր մալայերենով, ցույց տալով մալայացիներին, որ նա թշնամի չէ։ 1964 թվականին նա մասնակցում է ընտրություններին մի կուսակցության կազմում, որի 75%-ը չինացիներ էին։ Նա գրավում է երկրորդ տեղը իշխող Ալյանս կուսակցությունից հետո։ Մալայացիները սկսում են անհանգստանալ եւ պատճառներ փնտրել հեռացնելու ինքնավստահ Լի Կուանին։ Ի վերջո 1965 թվականի օգոստոսին որոշում է կայացվում վտարել Սինգապուրը Մալազիայի կազմից։ Այդժամ Լին գիտակցում է, որ կորցրեց մեծ երկրի իշխանությունը ստանալու իր հնարավորությունը։ Անկախ Սինգապուրը կարծես հայտնվեց աղետի մեջ։
Ըստ էության, Սինգապուրը որպես առանձին պետություն չպետք է գոյություն ունենար։ Տարածքը շատ փոքր էր, ինչպես եւ բնակչությունը։ Լի Կուան Յուն դա հասկանում էր։ Շատերը նրա տեղում կվախենային եւ կփախչեին երկրից, բայց Լին չափազանց շատ էր սիրում իշխանությունը, որպեսզի ինքնակամ հրաժարվեր դրանից։ Նա հավաքվեց ու սկսեց քրտնաջան աշխատել։ Առաջին հերթին նա կարողանում է պայմանավորվել Մալայզիայի հետ իրենց ըմպելի ջուր տրամադրելու հարցում։ Հիմա երկիրը գիտեր, որ առնվազն առաջիկա տարիներին ծարավից չի մահանա։ Երկրորդ հերթին նա պաշտպանության նախարար է նշանակում միակ մարդուն, ում իսկապես վստահում էր, համակուրսեցի Գո Կինգսվիին։ Վերջինս անմիջապես սկսում է բանակի բարեփոխումը։ Խորհրդատուները հրավիրում Իսրայելից, պետությունից, որն արդեն ուներ լուրջ ռազմական փորձ։ Սինգապուրը բոլոր հաջորդ տարիներին կկիրառի հենց իսրայելական պաշտպանության մոդելը։ Երրորդ, Լին համոզում է բրիտանական զորքերին, որ հնարավորինս երկար մնան երկրում։ Մինչև իրական բանակ եւ ոստիկանություն ունենալը հենց բրիտանացիներն էին Լի Կուան Յուի իշխանության հենարանը, բայց ոչ մի բարեփոխում չի փրկի, եթե պետությունը բնակչությանը չապահովի լավ կյանքով։ Լին ակտիվորեն աշխատում էր նաեւ այս ուղղությամբ։ Հենց այդ ապշեցուցիչ բարեփոխումների համար էլ նրան կհիշի ողջ աշխարհը։ Հիմա կպատմեմ, թե որն էր այդ բարեփոխումների գաղտնիքը։ Ցանկացած հաջողության պատմություն սկսվում է հիմքից, այն մշակութային սովորություններից եւ արժեքներից, որոնք ձևավորում են հասարակությունը։ Դրանք էլ հենց դարձան Սինգապուրի հրաշքի հիմքը։ Եթե ընդունված օրենքները հակասում են ժողովրդի արժեքներին, ապա զարգացումը դանդաղ է տեղի ունենում։ Սինգապուրը դարձավ երջանիկ բացառություն։ Տեղական սոցիալական հյուսվածքը կատարյալ համապատասխանում էր ապագա տնտեսական ռազմավարության հետ։ Սինգապուրի քաղաքային բնակչությունը ավանդաբար հարգում էր աշխատանքը, ձգտում էր կրթության եւ հիանալի կողմնորոշվում էր առևտրի աշխարհում։ Մարդիկ հասկանում էին ինչպես են աշխատում շուկաները, ինչու է մասնավոր սեփականությունը բարեկեցության հիմք։ Նրանց համար կարգը, պաշտպանվածությունը եւ կանխատեսելիությունը շատ ավելի կարևոր էին, քան գեղեցիկ դեմոկրատիան։ Արդյունավետ կառավարումը ավելի բարձր էր գնահատվում, քան անվերջ քաղաքական վեճերը։ Հետևաբար, երբ Լի Կուան Յուն սկսեց կառուցել տնտեսությունը ազատ շուկայի սկզբունքներով, հասարակությունը չդիմադրեց։ Այն անմիջապես հասկացավ տեղի ունեցողի իմաստը, բայց ռեսուրսների հարցը աղետալի էր։ Նավթ ու օգտակար հանածոներ չկային, նույնիսկ գյուղատնտեսության համար հող չկար։ Սինգապուրը գնաց իր ճանապարհով։ Հումքը գնում էին արտասահմանից, բերում երկիր, վերամշակում եւ արդեն որպես պատրաստի արտադրանք վաճառում։ Շահույթ բերում էր միջնորդությունը։ Կառուցվեցին գործարաններ, որոնք աճում էին մեկը մյուսի հետևից։ 1973 թվականին տարածաշրջանում արդեն գործում էին ավելի քան 450 գործարաններ, եւս մի քանի տասնյակը կառուցվում էին։ Ռիսկերը հսկայական էին, բայց հաջողության դեպքում շահույթը ահռելի։ Նման իրավիճակում ֆինանսական ռեսուրսների եւ ակտիվների արդյունավետ կառավարումը դառնում է կարևոր գործոն։ Wilco Wealth Management-ը առաջարկում է ներդրումների, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական լուծումներ այն մարդկանց համար, ովքեր բախվում են բարդ ու փոփոխվող ֆինանսական միջավայրի հետ։ Մանրամասների համար թողնում ենք հղումը, կարող եք այցելել եւ ծանոթանալ Wilco Wealth Management-ի գործունեությանը։ Լին հասկանում էր, որ առանց արտաքին ներդրումների Սինգապուրը չի գոյատևի։ Հետևաբար յուրաքանչյուր օտար գործընկերոջ համար նա պայքարում էր մինչև վերջ։ Հարկերը նվազագույն, աշխատուժը էժան, կարգապահ, որակյալ ու անվտանգ։ Ներդրողի համար սա ուղղակի դրախտ էր։ 1973 թվականին աշխարհը ցնցում է նավթային ճգնաժամը։ Մեծաթիվ երկրներ շտապեցին սահմանափակել վառելիքի առևտուրը եւ բարձրացնել գները։ Սինգապուրը արեց հակառակը։ Լի Կուան Յուն վստահեցրեց նավթային կազմակերպություններին, որ երկրում վառելիքի շրջանառությունը չի սահմանափակվի։ Shell-ը, Exxon եւ մյուս հսկաները անմիջապես մտան Սինգապուր։ Երկիրը մի ակնթարթում դարձավ աշխարհի խոշորագույն նավթավերամշակող կենտրոններից մեկը։ Օգուտ տվեց նաեւ այն հանգամանքը, որ բնակչության մեծ մասը անգլերեն գիտեր։ Բրիտանական գաղութատիրության հսկայական ժառանգություն։ Լին եւ իր թիմը մշտապես հաշվետու էին քաղաքացիներին, ձևավորում էին վստահություն ու միասնական նպատակի զգացում։ Հաջորդ քայլը ուղղված էր չինական տրիադների դեմ։ Դա հայտնի մաֆիական ցանց էր, երբ դեռ 1959 թվականին Լի Կուան Յուն դարձավ վարչապետ, քաղաքում գործում էր մոտ 120 խմբավորում, ավելի քան 10,000 անդամներով։ Ինչպես հիշում եք, Լին ատում էր ցանկացած մրցակցություն։ Նա շատ արագ ընդունեց ներքին անվտանգության մասին օրենքը։ Այս փաստաթուղթը հատուկ ծառայություններին իրավունք էր տալիս կասկածվող տրիադի անդամներին կալանքի տակ պահել առանց դատարանի, եթե նրանց դեմ կար առնվազն 3 վկա։
Սկզբնական կալանքի ժամկետը կազմում էր 2 տարի, իսկ հետագա ճակատագիրը որոշում էր հատուկ հանձնաժողովը՝ ազատել թե երկարացնել ժամկետը ևս մի քանի տարով։ Սակայն բանտերը արագ լցվեցին։ Այդ ժամանակ Լին առաջարկում է այլընտրանքային լուծում։ 1960 թվականին ստեղծվում է Պուլաու Սենանգ բանտը, մեկուսացված կղզի, որտեղ դատապարտյալները ապրում էին գրեթե սովորական կյանքով, բայց պարտավոր էին կատարել հասարակական աշխատանքներ։ Համակարգը կառուցված էր խրախուսման վրա։ Նորեկներին ուղարկում էին ամենածանր աշխատանքների, իսկ կարգապահ բանտարկյալներին աստիճանաբար տեղափոխում էին ավելի թեթև գործերի։ Այդպիսով մարդիկ ստանում էին փոխվելու հնարավորություն, ոչ թե պարզապես գոյատևել խիստ պայմաններում։ Մոդելը չափազանց արդյունավետ դուրս եկավ։ 2 տարվա ընթացքում մոտ 250 մարդ ազատ արձակվեց եւ հանգիստ վերադարձավ սովորական կյանքին, իսկ բանտի ներսում միևնույն ժամանակ կար ընդամենը 316 բանտարկյալ։ Կարգուկանոնի պահպանումը վստահված էր ընդամենը 4 ադմինիստրատիվ աշխատակցի եւ 47 հսկիչների։ Լի Կուան Յուն շատ լավ գիտակցում էր մեկ այլ շատ կարևոր բան, որ եթե կոռուպցիան չվերացվի, ոչինչ չի աշխատի։ Կոռուպցիան յուրաքանչյուր պետության գլխավոր թշնամին է, եւ Լին դրա դեմ հայտարարեց արյունալի պատերազմ։ Նա սկսեց օրենքների պարզեցումից։ Ինչու՞, որպեսզի վերացնի երկիմաստությունը։ Շատ օրենքներ իր մեջ պարունակում էին շրջանցման ուղիներ ու թաքնված բացեր։ Հետո սկսվեց բարեփոխումների ևս մեկ կարևոր փուլ։ Սինգապուրի ողջ ոստիկանությունը լուծարվեց եւ նորից ձևավորվեց, այս անգամ ավելի երիտասարդ սերնդից։ Դա Սինգապուրում աշխատեց, քանի որ ավանդաբար մալայացիներն էին ծառայում ոստիկանությունում եւ ուժային կառույցներում։ Դա նրանց համար շատ պատվաբեր աշխատանք էր, իսկ չինացիները ընդհակառակը չէին սիրում զինվորական եւ ուժային ծառայությունը։ Լի Կուան Յուն բարձրացնում է ոստիկանների աշխատավարձերը, որպեսզի հավաքի որակյալ կադրեր, բայց աշխատավարձերը նա բարձրացնում էր ոչ միայն ոստիկանների, այլ գրեթե բոլոր պետական ծառայողների ու դատավորների համար։ Որպես կրթված իրավաբան, նա շատ լավ գիտեր, որ դատավորները քիչ են վճարվում եւ որպեսզի գոյատևեն, հաճախ ստիպված են լինում կաշառք վերցնել։ Դրա համար նա սկսեց պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացնել աննախադեպ տեմպերով։ Ոչ մի կաշառք չէր կարող համեմատվել կայուն եւ բարձր երկարաժամկետ աշխատավարձի հետ։ Ռիսկի գնալը պարզապես ձեռնտու չէր, ինչպես նաեւ այն փաստը, որ մեղադրյալներին սպասում էր անխուսափելի ու խիստ պատիժ, որը Լին առավելագույնս խստացրել էր։ Կոռուպցիայի դեմ պայքարում Լին լայնորեն օգտագործում էր կոռուպցիոն պրակտիկաների քննության բյուրոն։ Բյուրոն հաշվետու էր միայն վարչապետին եւ ոչ ոք չէր կարող միջամտել դրա աշխատանքին։ Բացի ինստիտուտներից բարձր աշխատավարձերից ու մեծ կամքից, իր դերը խաղաց նաեւ հասարակության վստահությունը։ Ցանկացած մարդ, ով բողոք էր ներկայացնում կոռուպցիայի մասին, 100% վստահ էր, որ իրեն ոչինչ չի պատահի։ Նա կարող էր մտնել այդ բյուրո եւ լիովին պաշտպանված լինել։ Այսպիսով Լին հիմնում է պետություն ամուր հիմքի, ողջամտության եւ հասարակական սիրո վրա, որտեղ բոլորը միմյանց սիրում են եւ օգնում բարգավաճել, քանի որ տեսել են, թե ինչի կարող է բերել ազգային համախմբվածությունը։ You see, the whole of my adult life, I had believed in Malaysian merger and the unity of these two territories. Եթե ցանկանում եք ավելի շատ տեսնել եւ լսել նման հետաքրքիր պատմություններ, բաժանորդագրվեք մեր Zoot Story YouTube ալիքին։ Լեգենդար Լի Կուան Յուն մահացավ 2015 թվականին, թողնելով Սինգապուրը ծաղկուն, անվտանգ եւ օրինակելի պետություն։ Նրա մեծ գործը շարունակում է ժողովրդական շարժում կուսակցությունը եւ նրա որդին Լի Սյանց Լուն։ Առ այսօր ժողովուրդը փառավորում է Լի Կուան Յուի դերը Սինգապուրի ստեղծման ու բարգավաճման մեջ։ Բոլորը նրան հիշում են որպես խելացի եւ ազգանվեր առաջնորդ։ Եվ այստեղ ծագում է գլխավոր հարցը. եթե մոդելը իրոք հաջող է, ինչու ոչ ոք ուղղակի չի կրկնում այն։ Պատասխանը պարզ է։ Ունիվերսալ մեթոդներ չկան։ Յուրաքանչյուր երկիր եզակի համադրություն է մշակութային առանձնահատկությունների, ինստիտուտների եւ գլոբալ պայմանների։ Եթե չկա թափանցիկ օրենսդրություն, որտեղ օրենքը պաշտպանում է սեփականությունը, որտեղ իշխանությունը հոգ է տանում բնակչության մասին, ապա Սինգապուրյան հրաշքը անհնար է։ Սա է Լի Կուան Յուի ներդրումը։ Նրա կառավարման ոճը ավտորիտար էր, բայց չափազանց արդյունավետ։ Սինգապուրը կարողացավ առաջընթաց գրանցել երկրի փոքր չափերի օգնությամբ։ Փոքր պետություն կառավարելը շատ ավելի արագ ու հեշտ է, քան մեծը, ինչպես օրինակ Ռուսաստանը։ Բնակչության մեծ մասը ներգրավվում է քաղաքականության մեջ եւ անում է դա գիտակցաբար։ Սինգապուրյան հասարակությունը ձևավորեց այն շրջանակը, որի մեջ ինստիտուտները իսկապես աշխատեցին, իսկ Լին ստեղծեց պետական համակարգ,
որը հենվում էր ժողովրդի արժեքների վրա։ Այդ համադրությունն էլ երկիրը տարավ դեպի իր հայտնի պայծառ ապագան։